Կառավարության ղեկավարը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ Գեղարքունիքի մարզում է։ Նորաբաց սոցիալական ծառայությունների կենտրոնը մեկ պատուհանի սկզբունքով սպասարկելու է ոչ միայն Վարդենիսի, այլև 36 համայնքների 12000-ից ավելի բնակչի։ Կենտրոնի բոլոր աշխատակիցներն անցել են հատուկ վերապատրաստում։ Գործադրի ղեկավարը կրթության եւ գիտության նախարարի հետ էլ Վաղաշենում նորակառույց միջնակարգ դպրոց է բացում։ Այն 800 աշակերտի համար է, շահագործման է հանձնվում ներքին եւ արտաքին հարդարմամբ, ջեռուցման եւ կոյուղու նոր համակարգերով։ Դպրոցի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է 830 միլիոն դրամ։ Ներկայումս կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացնում է 10 կրթական օբյեկտի շինարարություն, որոնցից 4-ը շահագործման կհանձնվեն այս տարի։ Բացումներին հաջորդում է կառավարության արտագնանիստը։ Նման նիստ վերջին անգամ մարզում եղել է 3 տարի առաջ։ Գեղարքունիքի մարզպետը Տիգրան Սարգսյանին է ներկայացնում այդ ընթացքում իրականացված բարեփոխումները։ Հաշվետվությունը երկար է՝ կրթությունից մինչև առողջապահական, գյուղատնտեսությունից մինչև ճանապարհաշինություն։ Արտաքին տնտեսական կապերի ոլորտում Գեղարքունիքի մարզպետարանը շարունակում է համագործակցությունը Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի դեպարտամենտի գլխավոր խորհրդի հետ։ Վարչապետը հիշում է, 3 տարի առաջ մարզում պասիվ էր մշակութային կյանքը, այսօր խնդիրները 3-ն են՝ խմելու ջուր, ճանապարհներ եւ աշխատատեղերի պակաս։ Վերջինիս առնչությամբ Տիգրան Սարգսյանը հանձնարարում է համադրել տարբեր մարզերում գրանցված թափուր աշխատատեղերն ու ունեցած ներուժը։ Օրինակ, Գեղարքունիքում շատ բանվորներ կան, իսկ Հարևան Տավուշում բանվորների պակաս։ Նույն Դիլիջանում մենք ունենք պահանջար բանվորական աշխատուժի եւ նույնիսկ այս տարի արձանագրել ենք, որ Տաջիկստանից աշխատողներ են եկել Հայաստան, որպեսզի շինարարական աշխատանքներ իրականացնեն։ Նիստի ընթացքում վարչապետը հիշում է նաև վաղուց տված խոստումն ու որոշում ընդունում։ Փոքր ու միջին ձեռնարկությունները ՀԴՄ-ներն ավելի էժան կգնեն։ Հիմա այսօր մենք մեր խոստումը կատարում ենք, ասելով, որ փոքր միջին ձեռնարկատերերի համար 30% ավելի ինքնարժեքից ավելի էժան ենք տալիս, ի հաշիվ նրա, որ խոշորներին մենք ավելի քան գին ենք սահմանել։ Ոչ միայն էժան ՀԴՄ-ներ, այլև հավելյալ ժամկետ ձեռնարկատերերին։ Նոր սերնդի հաշվիչ դրամարկղային մեքենաներին անցումը պարտադիր կլինի ոչ թե նոյեմբերի, այլ դեկտեմբերի 1-ից։ Պատճառներից մեկը փոքր ու միջինը խոշորից ճիշտ զատելն է, տվյալները պիտի թարմացվեն։ Սպարտակ Գրիշյան, ժամը լրատվական։